արդեն նշեցինք, Anti-Fake-ի թիմը այս պահին հացադուլ դատական ապօրինության դեմ խորագրով բողոքի ակցիա է իրականացնում Բարձրագույն դատական խորհրդի մոտ։ Հետևենք ակցիայի ընթացքին։ Եվ մենք ինչպես բազմիցս նշել էինք, Anti-Fake-ի թիմը շարունակում է իր բողոքի միջոցառումները Երևանի փողոցներում տարբեր գերատեսչությունների շենքերի առջև։ Այսօր մենք հավաքվել ենք Բարձրագույն դատական խորհրդի առջև, որպեսզի մեր բողոքի ձայնը բարձրացնենք Հայաստանի Հանրապետությունում տեղ ունեցող շարունակական ապօրինությունների, այն է իշխող ռեժիմի կողմից քաղաքական բռնաճնշումների համատեքստում։ Ընդամենը օրեր առաջ մենք ֆիքսեցինք, որ Փաշինյանական վարչախմբի կցորդ հանդիսացող դատարանը հերթական ապօրինությունը թույլ տվեց, երկարաձգելով Իբնեմնի փոդքասթի համահեղինակներ, քաղաքական բանտարկյալներ, Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սահաթելյանի ապօրինի կալանքը։ Նարեկ Սամսոնյանը հենց դատարանի դահլիճում հայտարարեց անժամկետ հացադուլ և այսօր հացադուլի 8-րդ օրն է։ Իբնեմնի փոդքասթի համահեղինակներ, քաղաքական բանտարկյալներ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սահաթելյանը կալանավորվել են այն բանի համար, ինչպես բազմիցս մենք նշել ենք, որ պատասխանել են ազգային ժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնող անձնավորության վիրավորանքներին։ Իսկ կոնկրետ Նարեկ Սամսոնյանը կալանավորվել է այն բանի համար, որ ընդհանրապես արտաբերել է հետույք բառը։ Իրոքից սա զավեշտ է, որովհետև Հայաստանի Հանրապետությունում փաստացի կա քաղաքական բանտարկյալ, ով ընդհանրապես արտաբերել է հետույք բառը եւ դրա պատճառով կալանավորվել է։ Եվ ավելին, Նարեկ Սամսոնյանը այս պահին գտնվում է անժամկետ հացադուլի մեջ եւ ավելին նա իր հացադուլը անցկացնում է պատժախցում։ Սա չլսված եւ չտեսնված բան է եւ խայտառակ ապօրինություն եւ մարդու իրավունքների կոպտագույն խախտում։ Երբ հացադուլավոր անձնավորությանը, այն էլ քաղաքական բանտարկյալին, փոխանակ ապահովեն հացադուլի անցկացման համար անհրաժեշտ պայմաններ, որևէ բան չեն անում այդ ուղղությամբ եւ ավելին նրան տեղափոխում են պատժախոց։ Եվ մենք այսօր այստեղ ենք հավաքվել, որպեսզի մեր բողոքը արտահայտենք հենց այդ հարցերի շուրջ։ Մենք այսօր այստեղ ենք հավաքվել, որպեսզի մեր բողոքը արտահայտենք Հայաստանում խայտառակ դատաիրավական համակարգի համատեքստում։ Գաղտնիք չէ, որ Հայաստանի Հանրապետությունում դատական համակարգը դարձել է իշխանությունների կամակատար։ Դատական համակարգը այսօր դարձել է իշխանությունների կողմից ըստ էության ռեպրեսիվ մեքենայի մի մաս, այն էլ ամենակարևոր մասերից մեկը, եւ մենք այսօր այստեղ ենք հավաքվել, որպեսզի մեր բողոքը արտահայտենք հենց այդ համատեքստում։ Հայաստանի Հանրապետությունում մենք այսօր ֆիքսում ենք, որ կան տասնյակ քաղաքական բանտարկյալներ, ովքեր կալանավորված են իրենց քաղաքական խոսքի, իրենց ընդդիմադիր կեցվածքի եւ իրենց քաղաքական կողմնորոշման համար։ Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նշեցի, կալանավորված են մեդիա դեմքեր, մեդիա գործիչներ, Իբնեմնի փոդքասթի համահեղինակներ, քաղաքական բանտարկյալներ, Նարեկ Սամսոնյանը, Վազգեն Սահաթելյանը, իսկ Նարեկ Սամսոնյանը, ինչպես նշեցի, գտնվում է այս պահին անժամկետ հացադուլի մեջ։ Վստահաբար բոլորը գիտակցում են, թե ինչ է նշանակում հացադուլ ասվածը եւ բոլորը գիտակցում են, թե ինչ է նշանակում հացադուլի ազդեցությունը հացադուլ հայտարարած կալանավորի առողջության վրա։ Եվ մենք պահանջում ենք, որպեսզի Հայաստանի Հանրապետության
իշխանությունները դատաիրավական համակարգը գործուն քայլեր իրականացնեն քաղաքական բանտարկյալ Նարեկ Սամսոնյանի պահանջի, այն է անհապաղ ազատ արձակման համատեքստում։ Աստված մի արասը Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակի վատացման եւ նմանատիպ երևույթների պարագայում պատասխանատվությունը կրելու է ոչ միայն իշխանությունը, այլև դատաիրավական համակարգը։ Եվ մենք փաստում ենք, որ մենք շարունակելու ենք մեր բողոքի միջոցառումները տարբեր գերատեսչությունների առջև բարձրաձայնելու քաղաքական բանտարկյալ Նարեկ Սամսոնյանի անհապաղ ազատ արձակման պահանջը, բարձրաձայնելու իմ ոդքասթի համահեղինակներ Սամսոնյանի, Վազգեն Սահաթելյանի դեմ տեղնուցող ապօրինությունները, պահանջել նրանց ազատ արձակումը եւ պահանջել առհասարակ Հայաստանի Հանրապետությունում բոլոր քաղաքական բանտարկյալների ազատ արձակումը։ Ազատություն, ազատություն, ազատ